Երևի որը կա այդպես մի քիչ ավելի լավ է, քան հաները։ Ավելի լավ է նոր ուժ ենք ապշետը ուզում։ Եթե չկա, ինչ անենք, ստիպված սրանց ուզենք։ Չէ, հինը նիկակը չի լինելու հինը։ Ինչի է, ուզում ալի հինը չի գա։ Իսկ ինչ է ձեզ պետք, որպեսզի դուք քաղաքական ուժին վստահեք։ Դե խաղաղություն լինի, ամենակարևորը խաղաղությունն է։ Հայրենիքի բարգավաճում, որ չգնան ուրիշ տեղ, մնան մեր երկրում աշխատեն, այդ է, ուրիշ բան չենք ուզում։ Ամենակարևորը այսօրվա իշխանությանը բացարձակ չեմ վստահում, դա է կարևորը, իսկ ում որ վստահում եմ, ես մինչև վերջինս կողքը կլինեմ և կսատարեմ ու սատարում եմ։ Я верю Рубену Варданяну. А почему именно его? Потому что он действительно очень образованный и филантроп. Он единственный, кто может поднять эту страну на уровень европейского или на самую верхушку мирового общества. Это я вам честно могу сказать. Хорошо, и почему вы не верите Николу Пашиняну? Знаете, когда смотрите ему на его язык тела, как он на это все реагирует, вы не можете соединить его слова с его как бы внутренним миром. Поэтому я бы ему предпочел, чтобы он немножко успокоился и говорил бы это то же самое, только без вот этих вот визуальных театральных представлений. Тогда многие люди, возможно, и ему более начнут верить. Ես այն քաղաքական ուժին եմ վստահում եւ գործիչին մանավանդ, որը սիրում է իր հայրենիքը, մտածում է, որ հայրենիքը այս ճգնաժամից, այս փոսից հանի, դարձնի առաջվա երկիրը, որ մենք հպարտ էինք, հպարտ քայլում էինք մեր երկրում եւ հաղթանակած էինք։ Ինձ թվում է ԿՊ-ին, որտեղ ԿՊ-ն աշխատանք կատարել է, նրանց աշխատանքը չեմ տեսել, ընդհանրապես չեմ տեսել։ Դուք ԿՊ-ն գիտեք բոլոր դել, ճանապարհներ կառուցում, մանկապարտեզ, դպրոց, մշակույթի, Թումո կենտրոն, ամեն ինչը անում է, ինչ ասեմ։ Ես Փաշինյանին եմ հարգում։ Ճիշտ է, ճիշտ։ Ճիշտ ասած մեկ կա դրոշակով սավորը սխալ բաներ է խոսում, բայց 30 տարուց ավել քանդածը այդ խեղճ տղեն կարա երկու օրում սարքի մեղադրում են Փաշինյանին, ինչ անում։ Թշնամիներով շրջապատված սխալ բաներ են խոսում, սա թուրքա էսա են, այդ կան ավտոբուսները կայնած մերից եկել կամ բան չջոգին, որ թուրքա դու ջոգեցիր, չի կարելի չէ նման արտահայտություններ արած։ Ոչ մեկին կարելի ասել, ոչ մեկին էլ չեմ վստահում, ես հույս ունեմ, որ ավելի լավ մեկ քաղաքագետներ ունենք, նրանցից կազմված ուժ կկազմվի եւ կդառնան իսկական անդիմություն ու մի նոր լույս կբերեն այս երկրին։ Ես այդպիսի հույս ունեմ, բայց առայժմ ոչ մեկի իշխանությանը արդեն չեմ վստահում ոչ մի բանում, որտեղ ռեալ կյանքում իրական ոչ մի բան շատ քիչ ենք տեսնում, կարելի ասել, չէ, տեսնում ենք, բայց շատ քիչ, ու սպասումներս չարդարացան, այգեպ ասած։ Բավական է այդ հանցավոր է մեզ անվանում շրջանակից, որ կամ սա կլինի, եթե սա չլինի, սա պետք է լինի։ Այդ թեման է շատ վաղուց պետք է փակել, որ հանգարցեսի չլինի, այն նրանք կգան։ Փակեք էլ, ես ժողովրդի մեջ էջ մարդ չկա, հայոց արգանդը չորացել է, մարդ չկա, որ ես ինձ ուղղակի ոչ թե մեծամտություն արեցի, ուղղակի նկատում եմ ձեզ, բավական է այս փակ շրջանակից շատ արագ պետք է դուրս գա։ Ճիշտ ասած ոչ մեկին, որովհետև այնքան կուսակցությունները բացվում մարդ չգիտի որի հետևից հետո։ Այս քաղաքական գործիչը շնորհը պետք է ունենա, որ ոնց բացատրեմ, ինքը պետք է չնայ, որ ընտրվի, նորը սկսի, նորը անի ինչ-որ մի բան, պետք է ինքը անի, հետո ընտրվի, բայց այնեն չանի, որ ասի, տես ես արել եմ, ինձ ընտրիկ։ Պետք է ժողովուրդը գիտակի ձևով, որ այս մարդը ազգանավեր է, ժողովրդին հասնող է, ժողովրդի կողմից է, ժողովրդի համար է։ Ինքը պետք է ոնց ասեմ,
անի բայց չասի ես։ Ես իհարկե վստահում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ այդ կուսակցության ղեկավարին Սերժ Սարգսյանին, Իսկ ինչու։ որտեւ իր անցած տարիները եւ կուսակցության եւ մեր ղեկավարի խոսում են այն մասին, որ հենց այդ կուսակցության օրոք ենք, որ մենք հասել ենք մեծագույն հաջողություններ, որոնք այնքան ցայտուն են, որ դա տեսնում են նույնիսկ մեր թշնամիները։ Եվ այդ քաղաքականությունը ունի մեծ պոտենցիալ, բայց իհարկե նաև ունեցել է սխալներ, ինչպես բոլոր քաղաքական ուժերը։ Եվ ես կարծում եմ, որ այն այսօրվա ղեկավար կազմը, որը մեր պետությունը տանում է դեպի կործանման, երբ որ հեռանա, այդ քաղաքական ուժը նորից կներկայացնի իր ծառայությունները կամ առաջարկի իր ծառայությունները ժողովրդին, եւ ես կարծում եմ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի։ Արամ Սարգսյանին, Հանրապետություն կուսակցության։ Միշտ սկզբանը ես միշտ իրեն եմ ցայն տվել։ Բայց ոչ մի կերպ չի անցնում։ Այդպես։ Ինչու եք իրեն վստահում։ Մի շատ հավաստի են հենց շմիրապը։ Ինք ինչ որ բան որ ասում է, չէ, ինք մեկն հիմնավորում է իր ամեն ինչը։ Ու ես չգիտեմ, ընդունում եմ։